Նախորդին Գյումրիում տարածվեցին տեղեկություններ, որ մարտի 30-ից հետո անջատվել են Անի թաղամասի բակերի նոր տեղադրված լույսերը, երբ քաղաքընտրություններից հետո հայտնվել էր մեղմ ասած անորոշ վիճակում։ Գյումրեցիները կատակում էին գրելով, որ շուտով կհավաքեն նաև փողոցների խիճը։ Այսօր լրատվականի հետ զրույցում Գյումրու համայնքապետարանից փոխանցում են, որ քաղաքի տարբեր հատվածներում կան մալուխների հետ կապված ու տեխնիկական այլ խնդիրներ, որոնք լուծման փուլում են։ Ուստի խորհուրդ են տալիս զերծ մնալ ստահոդ տեղեկություններ տարածելուց։ Ինչ վերաբերում է փողոցների խճապատմանը, այս առնչությամբ ընդգծում են. ներկապային էլ սպասում են խճի անհրաժեշտ քանակի տեղափոխմանը, որպեսզի ևս մի քանի փողոցներ խճապատեն։ Ինչպես փոխանցում են համայնքապետարանից, բոլոր բաժինները շարունակում են բնականոն հունով իրենց աշխատանքը։ Աշխատանքը չի խաթարել նույնիսկ Մարտուն Գրիգորյանի վերջին հայտարարությունը առ այն, որ փաստացի կսատարի Վարդան Ղուկասյանի համայնքի ղեկավար դառնալուն։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Մեր քաղաքը դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին, առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի եւ որևէ պայմանավորվածության։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Մարտուն Գրիգորյանը, շարունակելով, որ հետագա ամբողջ պատասխանատվությունը քաղաքի հետագա ճակատագիրը քաղաքացիական պայմանագրին տալու չտալու մասով այսուհետ թեև վերցնում են իրենց վրա 3 ուժերը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ բոլոր դել գիտեք, ես ձեռքերս ծալած չեմ նստելու եւ շարունակելու եմ անել ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չունենա, ասված է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան եւ ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման երկուստեք հետաքրքրվածության մասին, ինչը դրական եւ ողջունելի գործընթաց է։ Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստան-Վիետնամ բարեկամությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները, կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ միջոցառումների եւ քայլերի մշակման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծել են նաև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակականության կարևորությունը, ինչը կարող է հավելյալ խթան հանդիսանալ երկկողմ կապերի զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանը եւ Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Ոստիկանության բարեփոխումների 2024-26 թվականների ռազմավարական ծրագրի ընթացքն է քննարկվել վարչապետի գլխավորությամբ։ Զեկուցվել է 2024-ի համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, մեկը մասնակի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ոստիկանության կառուցվածքային եւ ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորում, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրում, բարեվարքության ամրապնդում ու հանրային հաշվետվողականություն, պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորում։ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, իրականացվում է մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ ծրագիրը։ Ըստ զեկույցի արդեն գործում է ներքին գործերի նախարարության նորաստեղծ կրթահամալիրը քաղաքացիական կառավարման, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ։ Բարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում է որպես արտաքին ծառայության նոր եւ ժամանակակից մոդել։ Զեկուցվել է նաև, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը։ Միջոցառումներ են իրականացվել նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Նշվել է, որ վերափոխվել են ոստիկանության զորքերը, ձևավորվել է ոստիկանության գվարդիա
Գարդիան։ Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման եւ կարողությունների բարելավման վերաբերյալ։ Ամփոփելով քննարկումը վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը։ Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Մեր գաղափարախոսական ուղերձը որն է ոստիկանին իր աշխատանքի մասին, ինքը ինչ է անում, ինչ պետք է անի, մենք ի վերջո բանակի կերպափոխման, հայեցակարգի ընդունման կոնտեքստում ենք այս թեմային առնչվում եւ սա շատ կարեւոր բան է պետություն ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր ուսուցչին, իր քննիչին, իր պաշտոնյային եւ այդ գաղափարախոսական աշխատանքը շատ կարեւոր է եւ այդ թվում նաեւ քաղաքացի եւ ոստիկան հարաբերությունների առումով, որովհետեւ այո, դա կնհայտ է, որ մենք ոստիկանությանը ուժային կառույցներին պետքա ճիշտ կանոնակարգենք իրենց աշխատանքի մեջ, բայց մյուս կողմից ես համաձայն եմ նաեւ, որ ոստիկանն է պաշտպանության կարիք ունի։ Այդ աշխատանքը բարդ է եւ հեշտ չի լինելու, շարունակել է վարչապետն ու անդրադարձել կրթության խնդրին։ Առաջին օղակը բարեկային ոստիկանն է, մեզ պետք չի, որ ինքը իմանա ինչ որ առանձնահատուկ գիտելիքներ ուրիշ, ասենք, աստղագիտությունից։ Մեզ պետք է որ ինքը մեքենա քշել իմանա։ Կենտրոնանանք իրան սովորացնենք մեքենա քշել, էքստրեմալ մեքենա քշելը։ Եվ մարդը ինքը ինչ որ ձևով կոնտեքստ ստեղծենք, որ ինքը այդ ճանապարհ ոտք է դնում, ինքը ըստ էության որոշում է հայտարարում, որ ես իմ կյանքը կապում եմ ոստիկանությունում ծառայության հետ։ Եվ իր կարիերայի առաջընթացը ապահովելիս ամեն փուլում մենք իրան վերապատրաստենք, այսինքն ինքը իմանա, որ ընդհանուր ոստիկանությունում ամենաբարձրաստիճան պաշտոն ինքը կարողանալու է հավակնել, այդ դիպլոմից կապվածությունը փոխենք եւ ինքը ամեն իր առաջընթացի համար գնա ոստիկանության ակադեմիա, ստանա իր նոր ենթադրվող կամ իր կողմից հավակնություն ցուցաբերված պաշտոնի համար անհրաժեշտ գիտելիք, գնա հավակնի եւ ոստիկանությունը այս պարագայում կունենա իր կադրային բազա։ Զեկուցվել է, որ ըստ 2024 թվականին անցկացված սոցհարցումների ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիություն կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական եւ տնտեսական նշանակության մասին։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Նա նաեւ ընդգծել է միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը։ Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես կենտրոնական Ասիայի, այնպես էլ հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները։ Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին։ Նրա խոսքով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը։ Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան եւ կենտրոնական Ասիան։ Հրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ Հայաստան, այս մասին հայտարարել է Կավելաշվիլիի միջազգային հարաբերությունների գծով խորհրդականը։ Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ օտարերկրյա երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ Վաշինգտոն այցի ընթացքում Թրամփի վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման հարցը։ Դմիտրիևի խոսքով ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ի տարբերություն նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի լսում է Ռուսաստանի դիրքորոշումը եւ հասկանում է Մոսկվայի մտահոգությունները։ Նա նաև հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական եւ ներդրումային բնույթի հարցեր։ Մենք տեսնում ենք ամերիկյան ընկերությունների Ռուսաստան վերադառնալու մեծ ցանկությունը։ Այդ ընկերությունները ցանկանում են զբաղեցնել եվրոպական ընկերությունների տեղը, ասել է Դմիտրիևը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Արկտիկայում հազվագյուտ մետաղների արդյունահանման եւ այլ ոլորտներում հնարավոր համագործակցությունը։ Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկել են նաև ուղիղ չվերթների վերականգնման հարցը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցությունների ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավարը նշել է, որ Կրեմլը պատրաստ է քննարկել Կիևի անվտանգության ապահովման տարբերակները։ Անվտանգության որոշակի երաշխիքներ այս կամ այն ձևով կարող են ընդունելի լինել, շեշտել է նա։ Միևնույն ժամանակ նա կտրականապես բացառել է, որ Մոսկվան կընդունի Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ։
Միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է շուտով հեռանա պետական ծառայությունից եւ վերադառնա իր ընկերությունների կառավարմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է, որ ցանկանում է աշխատել Մասկի հետ այնքան երկար, որքան դա հնարավոր է։ ԱՄՆ փոխնախագահն էլ նշել է, որ Մասկը կշարունակի ծառայել որպես խորհրդական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Նա նշել է, որ Մասկը կմնա նախագահի եւ իր անձնական խորհրդականը, ընդգծելով նրա ներդրումը բյուրոկրատիայի կրճատման եւ կառավարության ծախսերի արդյունավետության բարձրացման գործում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական ընկերություններին կոչ է արել դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգներում ի պատասխան Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքեր սահմանելու որոշման։ Այն ներդրումները, որոնք հայտարարվել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում, պետք է ժամանակավորապես կասեցվեն։ Մենք պարզաբանելու հարցեր ունենք, Միացյալ Նահանգների հետ հայտարարել է Մակրոնը Ելիսեյան պալատում տուժած ոլորտների եւ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Մակրոնը համերաշխության կոչ է արել։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը հաստատում է, որ Ֆրանսիան ճիշտ է վարվել ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելով։ Մենք միամիտ չենք, մենք պատրաստվում ենք պաշտպանվել, հայտարարել է Մակրոնը։ Նա նաև նշել է, որ Բրյուսելը պետք է ձեռնարկի պատասխան քայլեր։ Իսրայելի պաշտպանության բանակից հայտարարել են Գազայի արևելքում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործողության շրջանակներում զորքերը ոչնչացրել են Համասի ահաբեկչական օբյեկտներ, ներառյալ հրամանատարության եւ կառավարման կենտրոնը, որը ծառայել է Համասի ահաբեկիչներին ահաբեկչական հարձակումներ պլանավորելու եւ իրականացնելու համար։ Գերատեսչությունը նշել է, որ գործողության մեկնարկի ընթացքում եւ դրանից առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը թույլատրում են խաղաղ բնակչության տարհանումը մարտական գոտուց։ Իսրայելական բանակը հավաստիացրել է, որ կշարունակի գործել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ Իսրայել պետության քաղաքացիներին պաշտպանելու նպատակով։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, զանգվածային հարվածներ հասցնելով անկլավի տարբեր շրջաններին։ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել պաշտոնանկ անել նախագահ Յուն Սոկ Յոլին, բավարարելով խորհրդանի իմպիչմենտի միջնորդությունը։ Հարավային Կորեայի գլխավոր արդարադատության ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, որ նախագահը չարաշահել է իր լիազորությունները, ձեռնարկելով գործողություններ, որոնք դուրս են սահմանադրությամբ ամրագրված շրջանակից։ Դեկտեմբերի 3-ին նա երկրում ռազմական դրություն էր հայտարարել, զորքեր մտցրել ազգային ժողով եւ պահանջել էր ձերբակալել քաղաքական գործիչների։ Յունի պաշտոնակությունից հետո սահմանադրության համաձայն նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 60 օրվա ընթացքում։ Դատարանի որոշումից հետո Յուն Սոկ Յոլը ներողություն է խնդրել ժողովրդի ակնկալիքները չարդարացնելու համար։ Գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Ժողովրդական ասացվածքի ճշմարտացիությունը եւս մեկ անգամ ապացուցում են Վարդենիկ գյուղի բնակիչները։ Մարտունու համայնքապետարանի, վարդենիկցիների եւ բարերարների աջակցությամբ գյուղում մարզասրահ է բացվում։ Մշակույթի կենտրոնի սենյակներից մեկը տեղի երիտասարդների ջանքերով հիմնանորոգվել եւ խթանելու է գյուղում ֆիզիկական կրթությունն ու առողջ ապրելակերպի մշակույթը։ Մենք կարևորություն տալիս ենք սպորտի զարգացմանը եւ կարծում եմ այսօրվա այս մարզասրահի բացումը նույնպես կողջևորի մեր երիտասարդներին մարզվելու եւ այնուհետեւ իրենց մարզական կարիերան ավելի պրոֆեսիոնալ ձևով շարունակելու համար։ Մենք մարզասրահների գույք ձեռք բերել ենք եւ սուբվենցիոն ծրագրերի միջոցով, բայց Վարդենիկի այս մարզասրահը մի փոքր տարբերվում է, քանի որ այն եւ համայնքապետարանի աջակցություն ու ներդրումը կա այս մարզասրահի բացման գործում, բայց հիմնական գույքը, մարզագույքը ձեռք է բերվել բարերարների շնորհիվ։ Ջրասահ ԿՍՊ-ն, որը արդեն քանի տարի է Վարդենիկի զարգացման հիմնադրամին տրամադրում է տարեկան 10 միլիոն դրամ, նրանց այդ միջոցներով գնվել են այս մարզասրահում արկա գույքի կարելի ասել 60%-ը։ Ներդրում կատարել են նաև մարզասահքեր ձեռք բերելուց, օրինակ վազքուղիներ, եւ համայնքապետարանն մեզ տրամադրել վազքուղիներ եւ իմ գործընկերներն են տրամադրել։ Նախաձեռնության հեղինակների հեռահար նպատակը Վարդենիկում մարզական կրթության որակը բարձրացնելն ու պրոֆեսիոնալ մարզիկներ պատրաստելն է։ Այս մարզասրահը դիտարկում են նաև գյուղում մարզադպրոց ունենալու առաջին քայլ։ Մեր ծրագրի նպատակը նա է, որ մարզասրահին հաջորդելու է մի քանի մարզաձևերի արդեն ուսուցում այստեղ մեր Վարդենիկի մշակույթի կենտրոնում։ Կառուցելու ենք ավելի մեծ մարզասրահ, որտեղ արդեն անցկացվելու են ըմբշամարտի, կարատեի եւ ծանրամարտի դասընթացներ։
Մարզասրահի բացումը նաև գյուղում ապրելը երիտասարդների համար հրապուրիչ դարձնելուն ուղղված քայլերից է։ Արտուշ Խաչատրյանը համոզված է, որ այս մոդելը կարող է արդյունավետ կյանքի կոչվել մեր երկրի բոլոր գյուղական բնակավայրերում։ Եթե բան չկա, եթե ինչ-որ մի բան չէ ստեղծում այդ համայնքում, երիտասարդները թողում գնում են, որովհետև նրանք փնտրում են այդ լավ բանը, իրենց պետք է այդ լավ բանը։ Իսկ այն երիտասարդները, որ գյուղում են, մնում են ու ուրիշ տեղ չեն գնում, զբաղմունք չունեն։ Հիմա սա հնարավորություն է, սա ռեսուրս է, որ մենք երեխաներին կտրենք փողոցներից։ Նախաձեռնության հեղինակը շնորհակալագրեր է հանձնում իր գաղափարին աջակցած բոլոր կառույցների ներկայացուցիչներին, անհատներին, վստահեցնելով, որ համատեղ ջանքերը վարձատրվելու են մարզական ապագա հաջողություններով։ Փոքր կորոնիկը հեստալեսինյակը լաչնում, ապավե կացկախնի, ստղան լավա ոնջում կինամտուն։ Արցախցի փոքրիկ Ռոզին է, ոչ միայն Ալվանքին, այլև նոր մանկապարտեզին է հարմարվել։ Խմբի ամենաակտիվներից է։ Հայաստանի հարավում գտնվող Ալվանքը նոր մանկապարտեզ ունի։ 13 երեխաների առօրյան ու կրթությունը կազմակերպվում են լուսավոր ու ընդարձակ խմբասենյակներում։ Գյուղը մինչ այս գործող նախակրթարան ուներ, այդուհանդերձ Նուհի անհրաժեշտությունը առաջնային էր։ Նոր ու հարմարավետ չափանիշներին համապատասխան գույք ու կահավորում ունեցող մանկապարտեզում երեխաներն անցկացնում են օրվա մեծ մասը։ Երեխաները հաճախում են տարատարիք խումբ, քանի որ տարբեր տարիքի երեխաներ են, ունեն կրտսեր խմբի երեխաներ եւ ավագ խմբի երեխաներ, արդեն դպրոց հաճախող նախապատրաստող։ Մինչ այդ գալիս էին ժամը 9-ից մինչև ժամը 12։ Այդ ընթացքում երեխաները միայն իրենց օրվա մի փոքրիկ մասն էին կազմակերպում, այստեղ զբաղվում էին եւ մինչև հարմարվելով մանկապարտեզի առօրյային արդեն տուն գնալու ժամանակներ լինում։ Իսկ հիմա այստեղ երբ որ գալիս են առավոտվա ժամը 8-ից կազմակերպում են իրենց առօրյան, առավոտյա մարմնամարզությունով, այնուհետև պարապմունքներով հագեցված ցերեկային քնով, զբոսանքով եւ երեխան արդեն սովորում է ռեժիմում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում են իրականացվել մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։ 2023-ից մեկնարկած ծրագրի արժեքը մոտ 22 միլիոն դրամ է։ Համայնքապետի խոսքով Հայաստանի հարավում մանկապարտեզների խնդիր չկա։ Նուհերի արկայությունը պարտադիր ու առաջնային է։ Նռնաձորում այժմ շինաշխատանքներ են ընթանում, Շվանիձորում փաստաթղթերի կարգավորման կարիք կա։ Մի քանիսում էլ բակային կահավորման հարցեր, որոնք մինչև տարեվերջ կլուծվեն։ Մեղրու համայնքում ունենք 6 մանկապարտեզ, 6 մանկապարտեզներից գործում են Ալվանքի, Կարճևանի, Լեյվազի, Վարդանիձորի մանկապարտեզները, Շվանիձորը արդեն բացման փուլում է, ավարտական արդեն վերջացրել ենք այդ ամեն ինչը, կահավորումը եւ գույքի ձեռքբերումը համայնքի համար առաջնային է, մենք ուզում ենք որ գյուղերում անպայման լինի մանկապարտեզներ, որ գյուղացիները գյուղը չլքեն։ Նախկինում Ալդարա, հիմա արդեն Ալվանքում կյանքը չի մեռնում, այստեղ ստեղծում, արարում ու ապրում են մշտաբնակները, որոնք գյուղում հաստատվել են Արցախյան ազատամարտից հետո։ Չրագործությամբ ու գինեգործությամբ հայտնի բնակավայրը 63 տնտեսություն ունի, հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Ես երկրաշարժից հետո եկել եմ ու ապրում եմ 89 թվականից այս գյուղում։ Հրաշալի գյուղ է, կարելի ասել ընդհանրապես մեղրին դրախտավայր է։ Եթե մենք կարողանանք մեղրու բոլոր այս ռեսուրսները օգտագործենք իր մրգի, իր ամեն ինչի, այստեղ ամեն ինչ աճում է։ Ամեն ինչն էլ համով է, բայց ամենից լավ ինձ որ դուր է գալի թուզն է։ Հատկապես այն ղրիմի թուզը, որից մենք ճիր ենք անում, ալանա ենք անում։ Ալվանքում լուսավորության հարցը ամբողջովին լուծվել է, բնակավայրում գործում է կանոնավոր երթուղի։ Ամռանը շոգ, ձմռանը ոչ այդքան ցուրտ, տեղումնառատ չէ Ալվանքը։ Շատ հաճախ անձրևի կաթիլի կարոտ են մնում։ Ինչպես շատ գյուղերում, այստեղ եւս խմելու ջուրը հիմնախնդիրներից է։ Գյուղը ունի դպրոց եւ մանկապարտեզ, դպրոցի աշակերտների թիվը 33-ից 35 հոգի են մոտավոր։ Ունենք մանկապարտեզ, որտեղ հաճախում են 13 երեխա, աշխուժ գյուղ է, բավականին մեծ թվով երիտասարդներ ունենք։ Հաճախ գյուղամիջում հայտնվող 9-ամյա կենդանասեր Գագիկը շներին ման տալիս, նաև խաղահրապարակից է օգտվում։ 3 հատ շուն ունենք, մեկի անունը Արջկա, այն փոքրի անունը Արջուկ, միջինի անունը Միկի, մեծինը Նիկ։ Ուզում ես գնաս քաղաք։ Չէ, ստեղ լավ։
Չէ։ Տաք ու արևոտ եղանակով հայտնի տարածաշրջանում տարվա այս օրերին տներում մարդ չես գտնի։ Սարուձորի մեջ գտնվող այգիներում ակտիվ հողագործությամբ են զբաղվում։ Հայ-իրանական սահմանի հարևանությամբ գտնվող բնակավայրում աշխատող մարդը հաստատ իր գլուխն էլ կպահի, ընտանիքինն էլ։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցոլյանն ընդունել է ավստրիական Կարմիր խաչի ընկերության միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռքբերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցոլյանը բարձր է գնահատել ավստրիական եւ Կարմիր խաչի ընկերությունների համագործակցությունը, հատկապես կարևորել կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով 2022 թվականին մեկնարկած Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագիրը, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հաջողությամբ գործում է կամավորական հրշեջ փրկարարական 9 հենակետ, աշխատանքներ են տարվում եւս 3 հենակետի ստեղծման ուղղությամբ։ Էդուարդ Տրամպուշը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման ուղղությամբ փրկարար ծառայության ջանքերը։ Նա նշել է, որ աղետների կառավարման ոլորտում կամավորական շարժման խթանումն ապահովում է արագ, ճկուն եւ արդյունավետ արձագանքման հնարավորություն։ Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսվող քայլերը, որոնք ուղղված են Հայաստանում կամավորական շարժման ինստիտուցիոնալիզացմանը։ Քննարկվել են նաև կամավորական հենակետերի տեխնիկական վերազինման, հեռավոր համայնքներում նոր հենակետերի ստեղծման հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությամբ։ Մարտի 23-ից 29-ը փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցոլյանի գլխավորած պատվիրակությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Ֆրանսիայում էր։ Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը եւ համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության եւ ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության ներկայացուցիչների, ինչպես նաեւ տարբեր քաղաքներում գործող հրշեջ փրկարարական եւ արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ծառայությունների ընդհանուր կազմակերպման սկզբունքներն ու առաքելությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կառուցվածքը։ Ներքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ֆրանսիայի հրշեջների ազգային ֆեդերացիայի նախագահ, ավագ կամավոր հրշեջ, փոխգնդապետ Ժան-Պոլ Բոսլանդի, ինչպես նաև Անսի, Գրենոբլ եւ Վալանս քաղաքների վարչական հրշեջ փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է կամավորական հրշեջ փրկարարական ջոկատների փորձը, ինչպես նաև ներդրված ծառայությունների եւ անձնակազմի կառավարման մեխանիզմները Հայաստանում կամավորական համակարգի զարգացման նպատակով։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման եւ հաղորդակցման մեխանիզմներին, սպառնացող աղետների ռիսկերին եւ դրանց արձագանքման միջոցառումներին, արտակարգ իրավիճակների կառավարման գործողությունների շղթային, հրշեջ փրկարարական օպերատիվ կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի հրշեջ սպաների ազգային ակադեմիայի ղեկավար կազմի հետ, ծանոթացել մոդուլային սրահներին, հրշեջ փրկարարների եւ կամավորների վերապատրաստման գործընթացին։ Այցելել են նաև գերատեսչական եւ քաղաքային հրշեջ փրկարարական ծառայության գլխավոր շտաբ, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոններ, մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Մի շարք քննարկումներ են տեղի ունեցել ուսուցման նորարարական մեթոդների, ճգնաժամային կառավարման, ինսարակ քոփ թիմերի եւ շինարարական ռիսկերի կառավարման վերապատրաստման գործընթացների վերաբերյալ։ Այցի ավարտին պատվիրակության անդամները եղել են ջրափրկարարական ջոկատում, տեղում ուսումնասիրել տեխնիկական հագեցվածությունը, հետևել ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման եւ անօդաչու թռչող սարքերով հետախուզական աշխատանքների իրականացման ընթացքին։ Փորձի փոխանակման շրջանակում նման միջոցառումները նպաստում են ոչ միայն երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կապերի ամրապնդմանը, այլև Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի զարգացմանը, արդիականացմանը եւ միջազգային լավագույն փորձի կիրառմանը։
Մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվեց ներքին գործերի նախարարության արագ շախմատի 2025 թվականի առաջնությունը, որն այս տարի էլ անցավ համառ պայքարում։ Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավեց տեսալուսանկարանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի, երկրորդը սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության թիմը։ Հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության զորքերի հավաքականը։ Անհատական պայքարում երրորդ տեղը գրավեց համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայող Երվան Դադոնցը, երկրորդը տեսալուսանկարանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի աշխատակից Միքայել Գրիգորյանն, իսկ առաջին տեղը գրավեց սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակից Հովհաննես Մաթևոսյանը։ Հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգևները հանձնեց մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարտական եւ ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։ Հանրապետությունում ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով։ Տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ սպասվում է տաք ու բավարար տեղումներով ապրիլ։ Քանի որ ապրիլի տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են, եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, դա ակնկալում է, որ մենք ապրիլին կունենանք բավականաչափ տեղումներ։ Հիմա ես ուզում եմ ներկայացնել այն առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանները, որոնք ամսվա ընթացքում կդիտվեն հանրապետության տարածքում արևադարձային եւ արտիկական ցուրտօդային հոսանքների ներթափանցման դեպքում։ Այսպիսով արևադարձային տաքօդային հոսանքների ներթափանցման ժամանակ ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի Արագածոտնի Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-ից 23 աստիճան, Լոռիում մինչև 21-ից 25 աստիճան, Տավուշում մինչև 29-ից 31 աստիճան։ Արարատյան դաշտում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն +26-ից +30 աստիճանի սահմաններում, Վայոց ձորի նախալեռներում նորից 26-ից 30 աստիճանի սահմաններում, Սյունիքի Հովտային գոտում 28-ից 32 եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում մինչև 21-ից 26 աստիճան տաքության սահմաններում։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից 30 աստիճանի։ Հիմա ուզում եմ ներկայացնել այն նվազագույն ջերմաստիճանները, որոնք կդիտվեն գիշերային ժամերին, արտիկական ցուրտօդային հոսանքների ներթափանցման դեպքում, այսպիսով Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններ, գիշերային ժամերին արտիկական ցուրտօդի ներհոսքի դեպքում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6-ից -10 աստիճան, Լոռիում մինչև -2-ից -5 աստիճան, Տավուշի մարզում մինչև 0-ից -2 աստիճան, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ ուրախություն մեծ ամսվա ընթացքում չեն կանխատեսվում եւ նվազագույն ջերմաստիճանը ընդամենը սպասվում է 0-ից 3 աստիճան, Սյունիքի Հովտային գոտում +2, +5, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում -2, -5 եւ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0-ից 2 աստիճան տաքության սահմաններում։ Հիմա անցնենք առաջիկա օրերի կանխատեսումներին, պետք է ասեմ, որ մինչև ամսի 8-ը ներառյալ լուրջ ցիկլոնների ներթափանցում չեն կանխատեսում, մինչև ապրիլի 8-ը մենք գտնվելու ենք թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որը հիմնականում կարտահայտվի գիշերը եւ երեկոյան ժամերին, այսպիսով այսօր կարելի է ասել երկրի ողջ տարածքում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 5-ից 8 ընկած ժամանակահատվածում, հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ եւ միայն 9-ից ցիկլոնային process-ները կսկսեն զարգանալ, մեր երկիրը կգտնվի միջերկրական ծովի շրջաններից ներթափանցող միջին ուժգնության ցիկլոնի ազդեցության գոտում եւ 9-ից 13 ընկած ժամանակահատվածում արդեն երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում ամպրոպներ։